Եվ այսպես Alpha News-ի տաղավարում եւ ուղիղ եթերում Ալեն Ղևոնդյանն է, նա քաղաքագետ է եւ պարոն Ղևոնդյան, ձեզ առաջարկելու եմ նաեւ մեկնաբանել Սրբազանի վերջին խոսքը, բայց մինչեւ այդ խնդրում եմ բացատրեք, թե ինչ կատարվեց այսօր։ Այն ինչ որ տեղի ունեցավ, ես կարծում եմ, որ սպասելի էր, ավելին ասեմ, ինչ որ process-ներ ցայտնոտի մեջ իրականացվեցին, եկեղեցու եւ եկեղեցական կոնկրետ հայրերի, կոնկրետ հանրային կերպարների դերն ու նշանակությունը հասարակական բարոյագիտության հայ տեսակի ինքնության տեսանկյունից եւ հանրային խոսքի տեսանկյունից բավական ուժեղ էր։ Ինչի է գործող իշխանությունը այդ բառը ես կօգտագործեմ մի քիչ իհարկե էմոցիոնալ է, բայց սարսափում, որովհետև մնացել է հանրային խոսքի երկու հիմնական էսպեսիուներ էին մնացել, իրենք չէին ակնկալում, որ Բագրատ Սրբազանի շարժումը այդպիսի թափ կհավաքի, այդպիսի կարճ ժամանակում, անկեղծ ասած այն մարդիկ նաև ովքեր որ այդ process-ի մեջ չէին, իրենք էլ հավանաբար չէին ակնկալում, որ ինքը կարող է այդ կարգի, այսինքն հրապարակում մոտավորապես 75,000 հոգի մարդ էր, ովքեր ցանկացած գործողության պատրաստ էին։ Սա որպես անցյալի էլեմենտ է, անցյալ քաղաքական process-ների։ Հաջորդ հանրային չոր, սուր, օբյեկտիվ, տղամարդավարի, այսպես հետևողական խոսք ու վարքաբանություն ունեցող Սրբազան հոգևոր հայրը իհարկե Միքայել Աչապահյանն էր, որ կարծես թե իր վարքաբանությունը միշտ է այդպես ուղղախոս եղել, կարծես թե այդպես էլ եղել է, եւ իր խոսքը իհարկե տրանսֆորմացվել էր, երբ որ պետականազրկման process է լինում, երբ որ հայրենիքի ուծացման process է լինում, երբ որ քրիստոնեության պղծման process է լինում, երբ որ հայի ինքնության գոյաբանությունը կասկածի տակ տնելու process է լինում, հոգևոր որոշ հայրեր մի կողմ են դնում այն նուրբ բառապաշարը, որով սովորաբար իրենց կողմնակիցների քրիստոնյա հավատացյալների հետ են շփվում եւ սկսում են ռեալ պոլիտիկի դաշտից խոսել, որովհետեւ կներեք ռոմանտիզմի էմոցիաների ժամանակը վաղուց անցել է։ Իհարկե իշխանությունը պետք է օգտվեր այն process-ներից, ինչ որ տեղի ունեցան, բայց ընդհանուր process-ի այսօրվա, այսինքն այս փուլում իրողություն դառնալը իհարկե բավական մի շարք այլ քաղաքական հանգամանքների հետ է կապված, եթե կարիք է ես ավելի կմանրամասնեմ։ Մինչև այդ Սրբազանը նկատեց, որ կարող էին ավելի վաղ ձերբակալել, հրավիրել քննչական կոմիտե ինքը կգնար, բայց նախընտրեցին դա անել այսպես, ներխուժելով դիմակավորված հատուկ ջոկատայիններով մայրաթոռ։ Սա ինչով կպայմանավորեք։ Վերջին մոտ երևի 2 շաբաթ է, եթե չեմ սխալվում, մենք ինչի ենք առել ասում, մենք տեսնում ենք կոնկրետ անձի էմոցիոնալ հոգեխանգարումների, իր սեփական եսի ինքնաիրացման ինչ-որ process-ների, որոնք իր կյանքի տարբեր փուլերում ինքը չի ունեցել։ Ես բացարձակ օբյեկտիվ եմ հարցին նայում, ոչ որպես հայ քաղաքացի, այլ որպես քաղաքագետ։ Ընդհանրապես լիդերների վրա շատ մեծ դերակատարում է ունենում այն մանկությունը, ինչով իրենք անցել են, այն ճանապարհը, ինչով իրենք անցել են, ինչ խնդիրներ են ունեցել, ինչ կոմպլեքսներ, ով է իրանց սիրել, ով չի սիրել, ով է ծեծել, ասեք սիրած աղջիկ իրաց ոնց է վերաբերվել, ինչ անարդարության ու արդարության պատկերացումներ ունեցել, այո, այդ ամեն ինչը հոգեբանորեն ազդում է լիդերի վրա ու որոշները այսպես արդարության դեֆիցիտը, որ իրենք չեն կարողացել իրացնել, այսպես իրենց ներսում վերենացում ատելություն հասարակության նկատմամբ, սեփական հոր նկատմամբ, միջավայրի, հայազգի նկատմամբ, այն հոգևորականի, որ ենթադրելի իրեն պետք է օգնել, բայց չի օգնել, բայց իրենք ընդ որում այդ process-ում իրենք որևէ մի քայլ չեն անում։ Ու երբ որ այս կամ այն հանգամանքի զորում մեր բարագայում իշխանահանձնման արդյունքում ոմն մարդիկ դառնում են իշխանության կրող, ընդ որում առաջի համարի կրող, իրենք իրենց այդ հոգեբանական այսպես կոմպլեքսները սկսում են իրացնել եւ այսպես կոչված արդարություն վերաձևակերպել, այդ պոպուլիզմով հասարակությանը կերակրել։ Այո, այն ամեն ինչի մասին մենք խոսում ենք կոնկրետ ազնվորության սոցիալական ցանցերում գրառումների տեսքով էինք արարեցում եւ դա գիտեք նաեւ տրամաչափի ու որակի խնդիր էլ կա։ Լիդերը երբ որ իջնում է այդ տրամաչափի եւ բամբասկոտ հերհյուրանքներով լի այսպեսի որակումները գնում, անգամ իր աջակից կոչված մարդիկ զզվանքով ու կամահրանքով են վերաբերում։ Այո, մեր միջավայրում կան մարդիկ, ովքեր նեյտրալ նիկոլական են, կներեք պիտակավորման համար դա պրոֆեսիոնալ չի, բայց սոցիալական բովանդակություն այնուամենայնիվ ունի։ Եվ երբ որ դու ասում ես նա ինչ Հայաստանի վարչապետը գրել, իրենք անգամ այսպես էմոցիոնալ արձագանքի հետ են առնեսում, զզվում են կարճ ասած, այսպես ասած։ Այս process-ը հայտ էր, հարված էր եկեղեցու ավանդական ինստիտուցիոնալ էությանը եւ նաեւ այսպես փոքրիկ կոմպլեքսավորվածի ներքին վախերի դրսևորում էր, հա։
որովհետև միակ վերջնահանգրվանը իր պատկերացմամբ տոտալ իշխանություն հաստատելու հենց եկեղեցին էր, բայց այստեղ իհարկե միայն եկեղեցու խնդիրը չէր։ Ինչի օրինակ տարիներ առաջ, երբ որ իշխանության դիրքերը շատ ավելի ամուր էին գործող, իշխանության ղեկավարի լեգիտիմությունը աննախադեպ բարձր էր, կար նոր վեհապարի հետ կապված շարժում, անունը այս պահին լավ չեմ հիշում։ Այս ժամանակ կարող էին կներեք շատ ավելի լեգիտիմ հիմքերով փոխել, չէ՞, կաթողիկոսին, ինչի այդպես չստացվեց։ Հավանաբար ինչ-որ հանգամանքներ կային, որ կաշկանդեցին։ Ինչից այս ամեն ինչը զուգադիպեց, երբ որ Սամվել Կարապետյանը մի րոպե 11 վայրկյանանոց ուղերձով հանդես եկավ, որը հայ քաղաքացու, հայ տղամարդու ուղերձ էր, կապված եկեղեցու քրիստոնեության արժեհամակարգի հետ։ Դուք կապում եք այս գործընթացները։ Ոչ թե ես եմ կապում, դա ոչ օրգանապես կապված է եւ այստեղ երկու տարբեր շերտավորություններ կան։ Դա կապված է Փաշինյանի հակառուսականության հետ։ Անկասկած, այդ ամեն ինչը այսպես մի զամբյուղի տարբեր օրգանապես իրար հետ կապված էլեմենտներ են, որովհետև մենք խոսում ենք բարեգործ Մեկենասի մասին, ով եկեղեցաշինությամբ է զբաղվել, ով Հայաստանի տնտեսության մոտավորապես 2/3-ի հետ այս կամ այն կերպ կապ ունի։ Անհատական ներդրումներով, ոչ թե որպես օտար ներդրող, հա, ով Հայաստանում մոտավորապես 10-15,000 հոգի մարդ ամեն տարի տանում էր ռուսաստանյան տարբեր քաղաքներ, որպեսզի արտագնա աշխատանքով կարողանան իրենց ընտանիքներին այստեղ պահեն։ Մենք խոսում ենք թվեր փաստերի մասին, ես քարոզչական տեքստեր չէ, դրանք հնարավոր է հանել եւ հասկանալ եւ այլն, այդ ամենը ոնց է իրողություն դարձել, հա, ու երբ որ գալիս է եկեղեցու թեման, իսկ դա ինքնության հետ է կապված, այնուամենայնիվ անգամ մարդիկ, ովքեր ունեն որոշակի վերապահումներ կամ աթեիստական հակումներ, հստակ հասկանում են, որ քրիստոնեական հումանիզմը հայի ինքնության հետ միանշանակ կապված է, որովհետև մենք տարիներ, դարեր առասպետականության ենք եղել եւ հայի տեսակի պահպանողը եղել է եկեղեցու ինստիտուտը։ Այդ քաղաքական հայտի սոցիալական բովանդակության հետ կապված տեղի ունեցան որոշակի հոգեխանգարումներ, հետեւաբար պետք է հասկանալ, որ այս ամենը ընդհանրապես կապված է իշխանություն պահելու կամ սեփական իշխանությունը որոշակի ռիսկերի հետ հնարավորինս քիչ առերեսելու իրողության հետ։ Եվ դուք մոտեցաք այն հարցին, որը հիմա ուզում եմ տալ, Հայաստան խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը։ Ձեր մեկնաբանությունը։ Դա մարտավարական գործիք է, այն իրականության մեջ, ինչի մեջ մենք ապրում ենք, բայց պետք է հարցին մի քիչ ավելի լայն նայել։ Գործող վարչապետը իր բոլոր թիմակիցների վրա ունի անհրաժեշտ չափի այսպես տարբեր բովանդակության եւ արկաբեկման աստիճանի նյութեր, մյուս կողմից ինքը կարողանում է բավական պատշաճ ֆինանսական միջոցներով այդ մարդկանց լոյալությունը ապահովել, ավելին այդ մարդիկ մինչև 18 թվականը այն ֆինանսական հոսքերը, որ հիմա ունեն, երբևէ չէին տեսել, իսկ մարդը, որ փողի համառնում է, ամեն ինչ կծախի, հավատացնում եմ, այդ տեսակի մասին եմ ես հենց խոսում, հետեւաբար իրենք հլու հնազանդ ենթարկվելու են եւ միայն ծայրահեղ իրավիճակ, օպերատիվ վտանգի հնարավորություն, ես խոսում եմ ինչ-որ մի սցենարի մասին, որ կարող իրողություն լինի, կարող է չլինի առհասարակ, իրենք կարող են վախի ինչ-որ սեգմենտի կամ լարվածության ինչ-որ սեգմենտի զորու ինչ-որ թիմից տարբերվող վարքաբանություն, քայլ, քվեարկություն անել։ Օրինակ ինչ-որ տարբեր մարդիկ, ովքեր սոցցանցերում, այդ նաև, չգիտեմ, իրենց հարցազրույցներում նշում են, որ հանրային ազդեցությունը ես մի քիչ թերահավատ եմ, եթե 100,000 հոգի էլ մարդ փողոցում հավաքվի, Նիկոլ Վովայի Փաշինյանը նախ պապծայ ապահում իր համար, որին օդ իդո ապահովում է ֆինանսապես, դա իր անձնական գվարդիան է, երկրորդը Հայաստանում ձևավորվում է ազգային, այսպես ասած, գվարդիա, որի խնդիրը հենց է դա պահպանել իշխանությունը ամեն գնով, եւ այն ֆինանսական միջոցները, որ ներարկվում են այս process-ի մեջ, հենց դրա համար են։ Ինքը ունի փաստացիորեն երկու սեգմենտ, որ ապահովում է իր իշխանությունը, հա, ոչ թե 3 սեգմենտ։ Միջի վիճակագրական մեծ զանգվածի պասիվությունը, բայց դա կարող է կտրուկ ավելանալ ինչ-որ սուր տրիգերի պայմաններում, այդ մեկ, երկրորդը ուժային համակարգը, բայց այնպես չի, որ ուժային համակարգի բոլոր սեգմենտները անհրաժեշտ չափով լոյալ են։ Այնտեղ տարբեր դասակարգումներ, տարբեր բովանդակություններ կան, դիմակավոր մարդիկ կարող են ամենատարբեր գործողություններ իրականացնել, այդ թվում նաև կազմակերպել այսպես կոչված մարտի մեկեր եւ իհարկե դրսին գործիքակազմը մեծ հաշվով ինքը միջազգային գլոբալ համակարգում ռեգիոնալ այդում նաև կոնտեքստում երկու պետության է հետաքրքիր, որում պետությունների տեղերն են հիմա փոխվել։ Առաջին համարով գնում է Անկարան, երկրորդ համարով գնում է Բաքուն։ Այ եթե ուշադիր լինեք, կարծեմ 3 թե 3 չառաջ Հայաստանի փոխարտգործնախարարը դիֆերանտներ էր հղում
Անկարային, խոսելով Զանգեզուրի այսպես կոչված Միջանցքի մասին, այո, Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգության խնդիր ունի, ինքը հասկանում է Հայաստանից դուրս անվտանգության ապահովելու լինելու խնդրահարույց, հետեւաբար նախ ընդդիմությունը կամ այն մարդիկ, ովքեր այդ թիմի հետ են, այդ արժեքային կողմնորոշման մեջ են, ընդդիմությունը այս պարագայում ոչ թե արժեքային կողմնորոշումը քաղաքական իշխանության տեսանկյունից, այլ պետություն ունենալու հեռանկարի տեսանկյունից, այսինքն այդ մարդիկ պետք է հասկանան, որ մենք ոչ թե գործ ունենք մարդու հետ, ով ուզում է 26 թվին վերընտրվել, այլ մենք գործ ունենք մարդու հետ, ով ուզում է ցմա իշխանության մնալ։ Մենք խոսում ենք նեոգաղութացման քաղաքականության մասին, որի այսպես դեսպան հանդիսանում է գործող վարչապետը եւ այդ այսպես թղթերով գնացել է բարձր դուր, այսինքն Անկարա։ Այդ թվում նաեւ Անկարայում էլ շատ հետաքրքիր անակնկալ էր իր այդպիսի հանձնողականությունը, որովհետեւ այնուամենայնիվ միջազգային դիվանագիտության մեջ 21-րդ դարում այդ գործիքակազմը առավել զուսպ եւ այսպես ճակերտավոր առավել կոռեկտ է լինում։ Տիգրան, խնդրեմ։ Կմյանա պատիվ ունեմ Դաշինքը այս նախաձեռնությանը։ Ես դժվարանամ ասել, որովհետև ես նշեցի, որ այստեղ քաղաքական մարտավարական process-ներ են։ Ես տեսեք, մենք մի քիչ առաջ խոսում ենք դրա մասին եւ խնդիրը այն էր, որ մինչեւ այսօր 34 ձայն էր կարողանում հավաքել հավաքական ընդդիմությունը եւ դա էր խնդիրը, որ Հայաստան Դաշինքը իրենց ասում էր երկու ձայն բերեք եւ մենք պատրաստ ենք ստորագրել եւ այդ երկու ձայնը չեն կարողանում բերեն, որովհետեւ Գեհամ Նազարյանն ու Իշխան Զաքարյանը չէին տա, այն երկուսն էլ Էդմոն Մարուկյանն էին անցատարում, հիմա այն երկուսը Միքայել Աջապյանի կողմը անցան եւ 28 + 2, այսինքն իմպիչմենտի պրոցեդուրան սկսել ամոթ պարլամենտում 36 ձայն է պետք։ Արդյոք հիմա բոլոր այն մեղադրանքները, որոնք պատիվ ունեն մի կից գործող մարդիկ շփոթում են Հայաստան դաշկերեցից, հիմա իրանք են ընկել իրենց արածի տակ։ Հիմա մենք ունենք այդպիսի քաղաքական մի տեսակ բումերանգային իրավիճակ, հա, այսպես շախմատային պարտիան թեքվեց մի քիչ այլ ուղղությամբ։ Այստեղ իհարկե առանցքը պետք է լինի պետության փրկությունը եւ ոչ թե այսպես քաղաքական կոնյունկտուրային ասում են, որ տրիգերել եղել, իրենք պետք է պատրաստ, եթե հանկարծ որոշում կայացվի, որ իրենք փորձում են իրենց տեխնատուով դնալ, այդտեղ արդեն իրենք պետք է մշակեն են հիմնավորումը, ինչի չեն տալիս, մանավանդ իրենց տեխնատուով իրենք այդ անհրաժեշտ չափ քվեներ չեն կարողանում ապահովել։ Օբյեկտիվ իրականություն է, իսկ եթե չեն կարողանալու, ինչու չեն տրամադրելու այդ երկու քվեն եւ դրա ինչ հիմնավորում են կարողանալու տալ։ Իհարկե, այստեղ հանրային քաղաքական, այսպես ռեպուտացիոն ռիսկերի հայտ կգան, այստեղ խնդիրը ոչ թե երկու թիմերի, երկու խմբակցությունների մասին է, եւ հասարակությանը պետք է ամեն դեպքում դրա հիմնավորումը տան, թե ինչի են այդպես անում, ու դա կարծում եմ բավական դժվար կլինի, եթե հանկարծ որոշեն չմիանալ։ Բայց առհասարակ պետք է հասկանալ, որ ընդհանրապես քաղաքական ընդդիմության մոտ իշխանության մասին կա շատ երբեմն շատ մակերեսային պատկերացումներ։ Եթե նրանք առաջնորդվում են զուտ ռեյտինգների անկմամբ, ցածր ռեյտինգի պարագայում ուժայիններով դու կարող ես իշխանություն պահել։ Այսինքն ընդդիմությունը պետք է ինքնակազմակերպվի, հստակ պլան ունենա ու հասկանա, որ քայլից հետո ոնց անում, ինչ անում, զերո էմոցիաներ պետք է լինեն։ Պետք է լինի շատ սառը հաշվարկ եւ ոչ թե այն գաղափարով, որ այ եթե ժողովուրդը դուրս եկավ փողոց ամեն ինչ լուծելու, ոչ, այդ ժողովուրդը դուրս է գալիս փողոց, որպեսզի մտնի ինչ-որ process-ի մեջ, որը պլանավորված է եւ որի սկզբի եւ վերջնական կետի մասին կա հստակ, այսպես ասած, շղթայական տրամաբանական կապեր, գործիքակազմ, պատկերացումներ եւ վերջի վերջում նաեւ խիզախություն։ Ռուսաստանի Դաշնության արգուս նախարարությունը հայտարարություն է արել, որտեղ համնալին համմեղին խփելով, այսինքն մենք չենք խառնվում, առաջարկում ենք, որ Հայաստանում կայունություն ունի եւ այլն, բայց ամեն դեպքում շեշտեցին, որ այնպես իրավիճակը պետք է լինի, որ հավատացյալների իրավունքները հարգեն եւ սա իմ կարծիքով առաջին այսպիսի հայտարարությունն է, հատկապես Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից, սա ինչ է նշանակում, ամեն դեպքում խառնվում են։ Տիգրան, ես ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, հիմա ուղիղ եթերով կարող ենք միանալ եւ լսել, թե ինչ է ասում փաստաբանը, հիմա խոսում է վերջին նորությունները քննչական կոմիտեից, հիմա լսենք, տեսնենք եւ շարունակենք։ Չէին տալիս, որպեսզի Աջապայանը գնար եւ վերջը նաեւ չադերվելով դուրս մայրաթորից սպառնալիքերի միջև կրկին գրոհել է, այսպես ասում, հայրացի ուժայինները նորից էին գնում։ Տեսեք, ձերբակալման հիմքերը չկային կարելի էր ասել, դրա հետ կապված պաշտպանները համապատասխան հայտարարություններ կատարեցին, որ արձանագրվեց, բնական է չկար, ավելին Միքայել Սրբազանը ոչ խփել է, ոչ հանցագործություն է կատարել կամ դա կրկին կատարելու վտանգը չկար, ամբողջ գործընթացը անիմն է, այսպես ասեմ։
տեղակայման ժամը ֆիքսվել է, կարծեմ, մենք երբ մտանք մեծ որոշում կազմում։ Իսկ դա իրեն պետք է որ քիչ հետո դատական մենք հիմա գնում ենք մեր մարտավարությունը, մեր աշխատանքը կատարենք, այնուհետև գնալ ենք դատարան։ Չենք կարող ասել, կարող է գիշերը քննենք, կարող առավոտյան զանգեն ասել, անպայման այդ տեղեկությունը կդնենք Դե կարող է առավոտյան ունենք ժամը 7-ին իսկ նշանք։ Անպայման Facebook-յան էջը կտեղադրենք։ Ես պայն մենք միջնորդությունը չունենք, ինչ միջնորդություն ենք բացնում։ Սա ուղիղ միացում էր քննչական կոմիտեի դիմացից, որտեղ այս պահին Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանն է, նրա փաստաբանն էր խոսում եւ վերջին տվյալները հաղորդում եւ Տիգրան Պարոնղևոնդյան, խնդրեմ կարող եք շարունակել։ Ես այսպես կրկնվեմ, դա դիվանագիտություն է եւ այստեղ հիմնականում երկու շեշտադրում կա։ Այո, օբյեկտիվորեն որ քննական դաշնակցային հարաբերություններ կոռեկտ չի եւ նաեւ այդպես կոնյունկտուրային չի, որպեսզի կարողանան ուղիղ գնահատական տան, որովհետեւ դա ռեակցիա է բերելու, որովհետեւ գործող իշխանության հիմնական թեզը դա այսպես կոչված կեղծ ինքնիշխանության գաղափարն է, ինքնիշխանություն Թուրքիայի հովանու ներքո եւ հակառուսականությունը, որ ամեն տարբեր հարթակներով իրենք հնչեցնում են, այսինքն պետք է առիթ տալ այդպիսի այսպես հերթական դրսևորումների, մյուս կողմից պետք է կարևորել հումանիստական այսպես մարդկանց իրավունքները, հավատացյալների իրավունքները եւ փաստացիորեն Ռուսաստանի արտգործնախարարությունը հենց այդ կոնտեքստով էր հավանաբար այդ ամեն ինչը ձևակերպել։ Եվ ինձ հուշում են, որ Արթուրը Լոս Անջելեսից հարց ունի, միանանք։ Ողջունում եմ ձեզ, այսօր հրապարակվեցին ինչ-որ սոցիոլոգիական հարցման տվյալներ, ըստ որոնց Նիկոլ Փաշինյանի վստահությունը կազմում է 8%, ընդամենը 8%-ն է մեր հասարակության անվերապահորեն վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ ըստ ձեզ այս հարցակումը եկեղեցու վրա իր նկատմամբ վստահողների թիվը ավելացրեց, թե հակառակը, այսինքն ինչպես դա անդրադարձավ իր վարկանիշին, իմ կարծիքով ավելի բացասական անդրադարձավ, եթե համամիտեք եւ եթե այդպես է, ապա արդյոք սա կապ ունի մի քանի օր առաջ Էրդողանի հետ հանդիպման հետ, այսինքն այս հարցակումը արտաքին եւ մասնավորապես Թուրքիայի հետ կապ ունի եւ նաեւ այդ կտրվածքով ուզում եմ նաեւ բերել Սամվել Կարապետյանի թեման, այսօր նորից կարդացի, որ Հայաստանի նախարարներից մեկը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ Բայրակթար շատ հայտնի ազգանունով եւ այնտեղ խոսվել է էներգետիկ համակարգում Հայաստանի եւ Թուրքիայի համագործակցության մասին եւ մենք հիմա գիտենք, որ ուզում են խլել էլեկտրական ցանցերը։ Կուզեի այս ամենը դիտարկել Հայաստան-Թուրքիա ավելի ստույգ Էրդողան-Փաշինյան հանդիպման համատեքստում, ձեր կարծիքը։ Շնորհակալ եմ հարցի համար, սոցհարցումների տվյալները բավական հետաքրքիր են, ընդհանրապես մեդիաների ազդեցությունը հայկական ընկալումների այսպես հանրային տրամադրության վրա Հայաստանը բավական մեծ է, այո, վարչապետի 8%-անոց ռեյտինգի վրա բնականաբար բացասական է ազդելու, որովհետև այնուամենայնիվ սոցիալական ներքևները, ովքեր հավատի զորու, իր նկատմամբ հավատի զորու, այսպես ասած, իրեն վստահում են, այնուամենայնիվ քրիստոնեական հավատացյալների մի զգալի մասը եւ ներքուստ իրենք ունենում են բացասական էմոցիոնալ դրսևորումներ։ Այո, այդ ռեյտինգը միանշանակ իջնել է, բայց հավանաբար ոչ այն չափով, ինչ որ ասենք կարող է ակնկալիքները լինել։ Այդտեղ կարևոր է իհարկե միջին пассив զանգվածն է, ովքեր պայմանական ընտրությունների ժամանակ այսպիսի գործոնների ազդեցության ներքո են ընտրելու այս կամ այն կողմ, հա, իրենք սովորաբար քաղաքական դիրքորոշում չեն հայտնում այդ մարդիկ, այս կամ այն հանգամանքս գործից կհանեն, չգիտեմ, ինչ կանեն, կդատեն կամ եւ այլն, հա։ Ինչ վերաբերում է Էրդողան-Փաշինյան հանդիպմանը, ինքը տարբեր շերտավորումներ է ունեցել, ռուսական կապիտալի, ռուսական բիզնեսի Հայաստանից դուրս մղումը նորվա պրոյեկտ չի, դա շատ վաղուց պրոյեկտ է, արդեն առնվազն 3-4 տարի գոնե հրապարակային հարթակում այդ մասի խոսակցություններ կան եւ դա շատ դրամաբանական է, որովհետեւ այն նպատակով, որ գործող վարչապետը բերվեց իշխանության, դա առաջին նպատակը ռուսական ներկայացվածությունը բոլոր ոլորտներում եւ բոլոր մակարդակներում Հայաստանից դուրս մղելն էր։ Ինչ որ չափով նաեւ այդտեղ դա իրականացվեց այս կամ այն չափով նաեւ Ադրբեջանում։ Հիմա եկել է
Էզդես դաշտի այսպես փուլը հերթը եւ այո, հետից հետո մենք կարող ենք ականատես լինել Գազպրոմին, մենք կարող ենք ականատես լինել ՌԺԴ-ին եւ շատ այլ ավելի փոքր դրամաչափի կազմակերպությունների։ Բնականաբար, եթե Հայաստանը գործող վարչապետի այսպես քաղաքականության զորը Ռուսաստանից փոխվում է, ինքը տեղավորվելու է Թուրքիայի գաղութային քաղաքականության։ Ընդ որում, այստեղ հետաքրքիր է, գիտեք, որ Հայաստանի Թուրքիայի տակ մտնելու արագությունը ավելի մեծ է, քան Թուրքիայի դրա ցանկության արագությունը, այսինքն հանձնվողականության ինտենսիվությունը ավելի մեծ է, որտեղ փաստացիորեն գործող վարչապետը մի խնդիր ունի՝ ֆիզիկական անվտանգության, իշխանության հարատևության ապահովման։ Իր համար մեծաշով կարևոր չի։ Եթե նախկինում օրինակ Արցախը խանգարում էր պայմանական ինքնիշխան ապրելուն, վաղը նույն հաջողությամբ կարող է Էջմիածինը խանգարել ինքնիշխան ապրելուն, հետո Սյունիքը խանգարել միայն թե իշխանությունը Միայն թե Թուրանը չի խանգարում։ Թուրանի օրակարգ ինքը գոյություն չունի իր համար։ Եթե մենք հիշում ենք Թուրքիայում իր ասուլիսը հանդիպումը համայնքի հետ, հիշում եք ինքը ինչ փաստաբանական ծառայություններ մատուցում, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Դա պատմում է, որ Թուրքիայի փաստաբանն է, այո, ինքը իր սեփական անձնական շահերի զորը այդ ամեն ինչ անում։ Պարոն Ղեմոնդյան, այսօր եւս մեկ հայտարարություն եղավ Հեցի վերաբերյալ, Հեցից, քանի որ թեման էինք քննարկում, այսօր ժամը 13:54-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ եւս հոսանքազրկում է տեղի ունեցել, որի հետևանքով հոսանքազրկվել է Երևանի մոտ 40%-ը, ինչպես նաեւ Աշտարակ քաղաքի մի հատվածը։ Հոսանքազրկման պատճառ է հանդիսացել բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությանը պատկանող Շահումյան 2 220 կՎտ ենթակայանում գրանցված վթարը։ Այս դեպքը նույնպես դուրս է հայկական էլեկտրական ցանցերի պատասխանատվության դաշտից։ Ձեր մեկնաբանությունը։ Ես այդպեսի դժվար եմ քիչ հարցին մեկնաբանություն տալ, ես կարող եմ մի քանի տարբերակ ասել, առնվազն դա կարող է լինել սաբոտաժ, որովհետև այսպես հեցի դեմ քարոզչական process-ի համար ինքը կարևոր դրսևորում է լինում, ասեն այդ տեսակ հեցը լավ չի աշխատում, հետո պետք է ազգայնականացնել, ավելին ասեմ, մենք դասական բռնապետական պետությունում ենք ապրում, որովհետև այդ պետությունը այսպես քաղաքացու օրենքի եւ իրավունքի տեսանկյունից սուրբ համարող մասնավոր սեփականության վրա բռնաճնշումով այն խլելու օրակարգի ապահովում։ Ընդ որում դա շատ արագ օրենքը փոփոխելով, հա։ Հասարակության մեծ մասը չգիտի հեցը բեցից ինչով է տարբերվում։ Հետևաբար ասելու են, այ գիտեք, հեցը այնքան վատ է աշխատում, հոսանքները կտրում են, անջատում են եւ այլն։ Դա շատ հեշտ է մանիպուլյացիա տեսանկյունից։ Պարոն Ղեմոնդյան, տեղեկությունները ուղղակի վարքյան առ վարքյան են գալիս։ Միքայել arczepiskopos Աջապահյանի հայտարարությունը կա, րոպեներ առաջ տարածվեց։ Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգեվորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի տեխնացուների շարքում։ Դա շատ նորմալ էր, որովհետև ինքը ունի իր անձնական դիրքորոշումը, քաղաքական հայտերի հետ կապված ինքը նախկինում էլ է դիրքորոշում հայտնել, բայց լինում են ինչ-որ իրավիճակներ, երբ որ միգուցե երբեմն պետք է այդ մոտեցումը փոփոխել, երբեմն պետք չի փոփոխել։ Այդ մարդը հավանաբար նոր է իմացել այդ process-ների մասին, որոշումը կայացել, հայտարարությամբ հանդես եկել, իսկ կողմից էլ կուսակցությունները ինչ-որ լուծման տարբերակներ են տեսել, առաջարկել են որպես հանրային դիսկուրսի էլեմենտ։ Նորմալ է դա, շատ ոչ մի տարօրինակ բան չի։ Բեռը իր վրա վերցնի։ Ես դժվարանամ այդպիսի գնահատականներ տալ, որովհետև մենք այստեղ պավիլյոնում ենք նստած, ինքը այլ վայր ու ինձ թվում է իր բեռը եւ առհասարակ իր կյանքով մեկ իր մոտեցումներում է իր բեռը շատ ավելի ծանր է, քան մերը։ Միանանք Հայկ Խալաթյանին։ Ողջունում եմ։ Մոտ այսպիսի հարց է, մենք տեսնում ենք, թե Արևմուտքը ինչ լուր հետևում է այս բոլոր բռնաճնշումներին, օրենքի կոպտագույն խախտմանը, հետաքրքիր ձեր կարծիքը կետ կա, որից հետո ստիպված են լինելու արձագանքել, թե այս հակառուսականության սոուսի տակ, որը ոչ միայն երկրի ներսում է Նիկոլ Փաշինյանը առաջ տանում, այլ ինչպես արդեն տեղյակ ենք, նաև դրսում է փորձում դեսպաններին, կառույցներին համոզել, որ փակեք աչքերը, որովհետև սա Ռուսաստանի դեմ պայքարի շրջանակներում է, մի կետ կարող է գա, որ ստիպված են արձագանքել։ Որտեղ ինձ դա շատ հիշեցնում է Սաակաշվիլու դեպքը, մի քանի անգամ այսպես օգնեցին Սաակաշվիլուն, աշկեր փակեցին ամեն ինչի վրա, բայց եկավ, եթե շուտ 12 թվականի ընտրությունները, որ նույնիսկ Արևմուտքը արդեն ստիպված էր ընդունել ամեն ինչը եւ թույլ չտալ Սաակաշվիլուն նոր խախտումներ։
լավ հարց էր եւ բավական այսպես տեղին համեմատություններ։ Իհարկե կան ռազմավարական շահեր, այդ ռազմավարական շահերը սպասարկելու համար լրությունը երբեմն գործիք է հանդիսանում, արևմուտքը շատ հաճախ է լրում, երբ որ իր շահերին համապատասխանում է, այս process-ները կապված նրանց թե Փաշինյան Նիկոլը ինչ հիմնավորմամբ է ներկայացնում, իհարկե նրանք դեռևս կուլ են տալիս, բայց երբ որ կարիք եկավ, իրենք հիշեցնելու են եւ այդ հանգամանքի զորը իհարկե ճնշումներ լինելու են։ Միգուցե կլինեն զանգվածային բախումների ինչ որ էլեմենտներ, որտեղ արևմուտքը ուզած չուզած ինչ որ ռելիզներ, հայտարարություններ եւ կոչերով հանդես կգա, այս պահի դրությամբ հավանաբար նրանց շահերը դեռևս, իրանք հավանաբար մոնիտորինգ են անում, ուզում են հասկանան թե որ բաղադրիչի մասով երբ արձագանքեն, բայց երբ որ ընդհանրապես խոսում ենք արևմուտքի մասին, այդ արևմուտքը այսօր շատ ոչ միատարր է, եթե մենք խոսում ենք Միացյալ Նահանգների մասին, հավանաբար Միացյալ Նահանգները շատ անտարբեր է այս process-ների նկատմամբ, հետո երբ որ կարիք լինի, նյութերը կհետազոտեն, հասկանան երբ ինչ գործիքով ճնշեն գործող վարչապետին, ոչ մեկ ոչինչ կարող են չտեսնելու տան, բայց չեն մոռանում, հետո կհավաքեն, գործիք կսարքեն, կվաճառեն իր վրա, որպեսզի ինքը այս կամ այն հարցում զիջման գնա, իսկ հակառուսականության թեման իհարկե եվրոպական արևմուտքի համար միշտ շահեկան թեմա է, կլռեն, քանի դեռ այս կամ այն ձև իրեն շահերին համապատասխանում է։ Ուղղակի շահերի սպասարկման էլեմենտի մասով Փաշինյան Նիկոլը իրանց այս փուլում այնչափ չի որ հետաքրքիր է։ Իրենք շատ ավելի այսպես բարձ զբաղվածություններ ունեն, բայց իհարկե հատուկ ծառայություններում մոնիտորինգի իրենց գործակալությունները ակտիվ աշխատում են, երբ որ կարիք լինի, քայլ կձեռնարկեն։ Պարոն Ղևոնդյան, շնորհակալություն հարցազրույցի համար։ Վերադառնում ենք մի քանի վայրկյանից եւ միանում Արփինե Բաղդասարյանին։